Բնակ ֆոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ մնում է Գյումրու ամենացավոտ հարցերից մեկը։ Պետական բնակարանաշինական ծրագրերի բացակայության պայմաններում սոցիալական բնակարանաշինությունը դառնում է տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքների վերջին հույսը։ Դեռևս իր նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ եւ տեղական բյուջեի միջոցներով մեկնարկած շինարարությունն այսօր տեսանելի արդյունքներ է տալիս։ Թեև կառուցված առաջին շենքի բնակարանները բաշխվել էին նրա պաշտոնավարումից հետո Ղուկասյանին հաջորդած քաղաքապետի օրոք, այժմ կրկին ստանձնելով քաղաքի ղեկը Վարդան Ղուկասյանը շարունակում է կիսատ թողած գործը։ Բայց վերջի ժամանակներում մենք այս շենքից տվել ենք 3 բնակարան։ Չափանիշներին համապատասխան սոցիալական բնակարանների շատ հանգարցակի զանգում է մարդկանց, քաղաքապետի հանձնարարությամբ մարդկանց հրավիրել ենք, տվել ենք բանալիները մեծ սիրով, մեծ ուրախությամբ, արդասվելով եկել են մարդիկ բնակվելու։ Բնակարաններն հատկացվել են սոցիալապես խիստ անապահով ընտանիքների։ Ո՞վ է։ Քաղաքապետարանից։ Արեցես։ Համեցեք, հա։ Քրիստինեի 2 երեխաներն էլ մանկուց հաշմանդամություն ունեն։ Ընտանիքը 18 տարի վարձով է ապրել։ Ասում է, էլ հնարավոր չէր։ Նախորդ իշխանությունների օրոք տնակ է հատկացվել, առանց կոմունալ հարմարությունների, որտեղ Քրիստինեի բնութագրմամբ անհնար է եղել հիվանդ երեխաներին մեծացնել։ Դիմեցի պարոն Ղուկասյանին, լավ ընտարաճեց օգնեց։ Ես շատ շնորհակալ եմ իրան, ինքը 13 տարի առաջ էլ ինձ օգնել։ Ես շատ միշտ քսեյոր պարոն Ղուկասյանն եղնի, ինքնձի տուն կուտա, ինքը 13 տարի առաջ որ ես իրա մոտ եղա, ինքնձի ֆուտբոլային թաղամասը տվեց 9-րդ թարկ այդ վաղ մենակ ներիս էր։ Հետո այդպես չստացվավ էլի, դե հարմար չէր անգամ 9-րդ թարգելնել իշնելը, հրաժարվա։ Ես իրանից շատ շնորհակալ եմ, որ ինքը շատ ընտարաճեց, ինքը շատ խղճով, եղել են շատ քաղաքապետներ, բայց ոչ մի հարցի լուծում չեն տվել, ոչ մի անգամ այս Սարիկ Մինասյանը, ես իրա մոտ ընդունելության էի, դեսա տոմի պալինքները սեղն ինձ ղեկավարի խոսալու ձև է, անգամ ես հաշվանդամ պալինքներ ունիմ, խնդրով երեխեք ունիմ, այդպես չեմ վարվի, եթե ես հոգս ու խնդիր ունիմ, պետք է լուծե, որպես քաղաքապետ։ Քրիստինեն անցած տարի մայիս ամսին է դիմել Վարդան Ղուկասյանին, հուլիսին արդեն տվել են բնակարանի բանալիները։ Ասում է իր համար սա անհավանական էր, տարիներով ապրել են խոնավ ու քայքայված վարձով բնակարանում։ Կինը չի հավատում այն մեղադրանքներին, որոնք վերագրվում են Վարդան Ղուկասյանին։ Անձամբ է տեսել ու զգացել Ղուկասյանը շատ խղճով ու անկաշար մարդ է։ Ինչի իրան խեր մարդուն դրին փակեցին։ Ինչի որ կորդինը 10 կուտար սոցիալական բնակարաններ կսարքե մարդկանց տան մեջ կտնե, դոր համար չկա, որ ղեկավարը կնստի հարցի լուծում չեն տա։ Այս մարդն եկավ նստա, որ հարցին լուծում տա։ Վարդան Ղուկասյանը շատ լավ քաղաքապետ է, որպես ես էլիքս եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես իրանից շատ շնորհակալ եմ։ Քրիստինեի նոր հարևանը Աննա Մադոյանն է։ Նրա ամուսինը մահացել է, խնամքին 2 անչափահաս երեխա ունի։ Դիմել եմ պարոն Ղուկասյանին, իր մոտ եմ մտել, նա ինձ տվեց շատ բարի լինելով, շնորհակալ եմ շատ իրանից, որ զգաց, որ ես իրոքից կարիք ունեմ բնակարանի, քանի որ նախորդ ապրել եմ վարձով, շատ խոնավ բնակարաններում, տներից տուն, զրկվել եմ ամուսնուց 2 անչափահասների հետ եմ։ Նա ինձ ապահովեց բնակարանով, դե նոր աշխատանքից տուն եմ գալիս, մեր երեխեքիս հետ ապահով ապրում եմ։ Զանգարեցին քաղաքապետարանից, հրավիրեցին եւ հենց պարոն Ղուկասյանը հանձնեց ինձ բնակարանի բանալիները։ Հունիս ամսին դիմել եմ, օգոստոսի կարծեմ վերջերին, սեպտեմբերին երեխեքս տեղ էին արդեն դասի գնում։ Անբացատրելի հրաշք էր, ես ամեն օր աղոթում եմ իր համար։ Ես իրան շատ եմ սիրում, ես գիտեմ ինքը ինձ կօգնի, կապավի, եթե բնակարանով չի, ապա ինչ որ բաներ ինձ կօգնի։ Ու փառքասու ես իրան շատ շնորհակալ եմ։ Կան ընտանիքներ, որոնց ուսերին կյանքը սովորականից ծանր բեռ է դնում։ Այդպիսին էր Վարդուհի Մելիքսեթյանի ընտանիքի պատմությունը, որտեղ ամեն օրը պայքար էր գոյատևման համար։ Անկողնային հիվանդ ամուսինը, ով մշտական խնամքի կարիք ունի եւ 2 անչափահաս երեխաները, որոնց մանկությունն անցնում էր կարիքի մեջ, ստիպված էին հանդուրժել նաեւ վարձով բնակարանի անորոշությունը։ Շատ անգամներ մարզպետարան, քաղաքապետարան դիմել եմ, ոչ մի ուշադրություն էլ այսպես ասած, ընդհանրապես փոքր դրամական աջակցություններ կտրամադրեն, իրականում դա շատ անհրաժեշտ չէր այդքան, ինչքան որ բնակարաններ կարևոր։ Սամսոնյանին մոտեցել եմ,
Ձեր նման հազարավոր ընտանիքներ կան, էլի փոքր դրամական աջակցություն։ Երբ ինչ հարցով, ինչ խնդրով ես մոտեցել եմ, զուտ այդ մարզպետարանը 20,000 դրամը, քաղաքապետարանը 10,000 դրամը։ Կսեմ ինձ պետք չէ այդ գումարները, կոնկրետ հարցի լուծում տվեք ինձ։ Դեղորայքի հետ կապված հարցեր են եղել, շատ խիստ հարցեր են եղել, էլի անուշադրության մատնված, էլի մոտեցել եմ այդ հարցի լուծման համար, ընդհանրապես այդ փոքր դրամական աջակցությունն են առաջարկել։ Ես էլ եմ ինձ ված զգացել, որ ախր ես գումարի համար չեմ գնացել, հարցից լուծումը տվեք։ Քաղաքապետ ընտրություններն որ պիտի եղնեին ու իմացանք որ պարոն Ղուկասյանն էլ պիտի տեխնատություն դնե, այսպես ասած այն չնչին հույս արտնացավ էլի մեր մեջ, որ եթե ինչ որ բան եղնի, իր շնորհիվ կեղնի, եթե չէ, որովհետև այն մյուսների եղած ժամանակ արդեն իսկ դիմել էի ու մերժվել էինք։ Ընտանիքի ծանր վիճակը փոխվեց, երբ օգնության ձեռք մեկնեց Վարդան Ղուկասյանը։ Տեսնելով ընտանիքի անդադար տառապանքն ու բնակարանային խնդրի հրատապությունը, նա սոցիալական բնակարան տրամադրեց։ Այս մասին հայտարարեց քաղաքացիների ընդունելության ժամանակ։ Ամուսնուս հետ ճիշտ ասած գնացինք, ինքը ուզեց անպայման ներկա եղնել, ինչեւ ես չէի ուզել տանել, որտեղ իրան տեղաշարժերն էլ է դժվար էլի։ Իսկ գնացինք այդ ընդունելությանը ամբողջ անձնակազմը նստած էին, ճիշտ ասած մեկ էլ լարված վիճակ էր էլի մոտ այդ մարտաշատ վիճակից, հա, ներկայացրեցինք որ սպես է իրավիճակը, եթե հնարավոր է թեկուս սոցբնակարաններ որ գոնե ճիշտ է աշխատեի այդ ժամանակ, այստեղ աշխատավարձը մինչև 60-70,000 տան վարձ տասել ապրելու մնացած հարցերը չէի կրանը կարգավորենք, ու այդ պահին պարոն Ղուկասյան աշխատակցին հարցրեց ունենք ազատ բնակարաններ, թե չէ, սոցշենքում, պատասխանեցին, որ այո, պես շատ խղճով, եթե մարդկանց չեք տվել էլում, պիտի տրամադրեք, որ կարիքը ունի էլի, հավատս չեր կա, ճիշտ ասած, հույսով է եկել, բայց էլի հավատս չեր կա, բայց ամեն դեպքում իրա մարդ տեսակը, իրա բարությունը, զանգեցին, իմ գալս այդ պահին հնարավոր չէր, երեխուն հարևաններից մեկի հետ ուղարկեցի։ Կաբինետը գնանք, կաբինետի մեջից մի աղջիկ մեզի բանալիներ տվեց ու հետ եմ եկել տուն։ Ասեց գնացեք երեխեք ջան, շնորհավորում եմ, ես բանը շոկի մեջ էի, հավատս չէր գա, էլի չէի հավատա, բանալիները վերցնելուց հետո էլի հավատս չի եկել, էլի օրը ուրախությունը կռնար մեսիաներ ու այդ մարդու շնորհիվ։ Ես նույնիսկ փորձել եմ քաղցրավենի շնորհակալությունս հայտնել, նույնիսկ այդ աղջիկները թույլ չեն տվել։ Նախկինում էլ Վարդան Ղուկասյանին ճանաչելով ներքուստ հույս է եղել, որ այդ մարդը պիտի մեր հարցին լուծում տա ու չենք սխալվել։ Որովհետև ժամանակին ամուսնուս ընտանիքն էլ էլի կեսուրս էլի Դոմիկի բնակիչներ են եղել, էլի այն ժամանակ էլ իրանք են էլի Վարդան Ղուկասյանի շնորհիվ են բնակարան ստացել։ Շնորհակալ եմ ու ամեն անգամ թե մտքում, թե բարձրաձայն ամուսնուս հետ էլ միշտ այդ մասին խոսում ենք, որ օրհնվի Ղուկասյանի ընտանիքը ու ափսոս որ այս ամեն ինչը իր հետ է կատարվում։ Մենակ այն որ եկեղեցին սարքել է դիք ծայրահեղ բարձր Աստծո կողմից նույնիսկ գնահատականի արժանի է։ Գյումրիում բնակֆոնդի խնդիրը շարունակում է մնալ ծանր, բայց քաղաքապետարանը չի դադարեցնելու բնակարանային աջակցության ծրագրերը։